միևնույն է նույն ճակատագրին է արժանանալու երկիրը։ Սրան ինչպես կհամակարգեցեք։ Նման բարդ փոքր պետություններն ու ժողովուրդները ունեն, դա բնորոշ չի միայն հայ ժողովրդին, շատ անկեղծ լինենք այս հարցում։ Շատ վատ բարդույթ է դա, բայց ասում եմ, նման բարդույթ փոքր երկրներին ու ժողովուրդներին բնորոշ է։ Սա մեկ, երկրորդը Հայաստանը պրախոտնոյ դվոր է դարձել հենց Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության, պատերազմի, դրա պարտության, Արցախի կործանման հետևանքով։ Իսկապես այսօր որ աշխարհակաղակական կենտրոնը չի արարում եւ հնարավորություն ունի միջամտումը Հայաստանի ներքին գործերի։ Բայց դա չի նշանակում, որ մենք հայտնվել ենք մի անհուսալի վիճակում եւ այլևս պիտի թույլ տանք, որ մեր երկիրը աշխարհակաղակական կենտրոններն ու մեր թշնամիները մեծ անեն։ Ես ելի եմ կրկնում, հենց հասարակությունը իր վճռականությունը, համախմբվածությունը, սուբյեկտությունը ցույց տվեց, աշճանաբար մենք կփակենք խեղճացածի, վիզծառացի էջը եւ կարող ենք թույլ, բայց հաստատուն քայլերով զարգացման ճանապարհի վրա կանգնել։ Գիտեմ, որ շատ դժվար եւ երկարատև շրջան է պետք Նիկոլ Փաշինյանի ավերիչ քաղաքականության հետևանքները վերացնելու համար։ Բայց դրա առաջին քայլը եկեք անենք հունիսի 7-ին ակտիվ ընտրություններին մասնակցելու։